Պարոն Զաքարյան, հարցս հետևյալն է, եթե մենք ցեմենտը համարում ենք ռազմավարական ապրանք եւ բնականաբար տեղական արտադրողը պաշտպանության կարիք ունի եւ այլն, ես ուզում եի հասկանալ, որովհետեւ ես ինձ հիշում եմ, մենք ամեն անգամ այս турքի հարցով կարելի ասել մեխանիկական կառավարում ենք անում, որպեսզի տեղական արտադրողը հնարավորություն ունենա շարունակել իր գործունեությունը ծավալել։ Երկարաժամկետ առումով ինչ պլաններ ունեք, ինչ ռազմավարական քարտեզ, այսինքն քայլերի հաջորդականություն կա, որպեսզի տեղական արտադրողը շուկայում լինի մրցունակ, ինչպես դուք նշեցիք, օրինակ ինքնարժեքի նվազեցման մասով քայլեր։ Ես կուզենայի դուք նշեք ինչ ունեք ծրագրած այս պահին, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար։ Տեղական արտադրողի ինքնարժեքի նվազեցման հետ կապված կառավարությունը իրականացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում գիտեք, որ նոր տեխնիկա տեխնոլոգիաներ ներդնելու պարագայում կառավարությունը իրականացնում է լիզինգի սուբսիդավորում, գրեթե ամբողջությամբ, որը որ պետք է նպաստի արտադրողներին նոր տեխնիկա տեխնոլոգիաներ ներմուծել եւ կարողանալ ինքնարժեքի նվազեցում իրականացնել, բայց գիտեք նաեւ, որ Թուրքի օրենքի հետ կապված մեկ անգամ, ինչպես նշեցի 21 թվականին դրվել է Թուրք, որից հետո միայն իջեցվել է եւ այս անգամ է, որ բարձրացնում ենք, այսինքն ամեն անգամ բարձրացնել, իջացնել չի լինում, իսկ դա ընդամենը շուկայի համահարթեցման, ինքնարժեքի համահարթեցման եւ մրցակցային բարենպաստ ու արդար պայմաններ ստեղծելու համար է այդ ամեն ինչը արվում։ Ես ասեմ ավելին, Հայաստանի Հանրապետությունում ավարտեք։ Տեսեք, վերևալ ժամացույց կա կարմիրով, խնդրեմ ուշադիր հետևեք, ասեմ, որ բոլոր հարցերը չեմ, որ կհնչեն հիմա, այս գրանցված 13 հոգու, որտեղ մենք ժամանակային խնդիր ունենք եւ ընդամենը մի քանի հարց է հնչելու, որից հետո տեղի ունենալու քվեարկություն։ Նկատի ունեմ հարցի քննարկումից հետո։ Խնդրեմ արձագանք Տիկին Վարդանյան։ Շնորհակալություն պարոն Զաքարյան, նախ կուզենայի ձեր միտքը ավարտեք, բայց նաև ուզում եմ խնդրեմ ձեզ այդ դեպքում, որպեսզի այդ ճանապարհային քարտեզը, որի արդյունքում դուք տեսնում եք, որ մեր ցեմենտի արտադրողները կդառնան մրցունակ եւ ոչ միայն հայաստանյան շուկայում, ներկայացնեք պատգամավորներին, որպեսզի հասկանանք ինչպես ենք շարժվում առաջ։ Շնորհակալ եմ։ Շատ բարի, այդ դեպքում տեղեկան կազմենք եւ կներկայացնենք։ Շնորհակալություն։